Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-997-5321 եւ հայաստանյան 060-3511-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ լրագրող Ոսկան Սարգսյանի։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Սարգսյան, դեռ կհասնենք Տավուշին, այսինքն մեր հիմնական թեմային, թե ինչ է կատարվում մեր սահմանամերձ շրջանում, բայց անդրադառնանք նաև մարտի 13-ին Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ եկել են համաձայնության։ Հայկական կողմը հայտարարեց, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկել եւ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների եւ վայրի վերաբերյալ։ Հիմա փորձենք հասկանալ, եթե Բաքուն համաձայնվել է, որ պետք է ստորագրի խաղաղության պայմանագիրը, պետք է համաձայնության գա Երևանի հետ, ինչով է պայմանավորված այն ապատեղեկատվությունը, որ 2 օր շարունակ նրանք հայտարարեցին, իբր թե հայկական զինված ուժերը կրակոցներ են արձակել իրենց ուղղությամբ եւ հիմնականում թիրախավորվեց Սյունիքը։ Ինչով է սա պայմանավորված, եթե 3 տարի շարունակ բանակցություններ վարելուց հետո եկել են այդ տեքստի համաձայնությանը, եթե պետք է գար համաձայնության չստորագրել եւ սրեր իրավիճակը, ինչ նոր խաղ է սկսել Ալիևը։ Հարգելի Մարի, փոքր նկատառում հայտնեմ, որ ոչ թե հայտարարեցին կողմերը հայկական եւ Ադրբեջանը հայտարարեց, որից հետո մենք սկսեցինք պայմանավորվել էին, որ միասին հանդես գան չէ հայտարարության։ Սակայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ավելի շուտ։ Դա ինչ է նշանակում, որ նույնիսկ բանակցությունների այդ էթիկա ասեմ չի պահպանում։ Դա բանակցություններ չի։ Բանակցությունները լինում են, երբ որ հավասարի հետ նստում, քննարկում, փոխզիջումային տարբերակ են որոնում։ Այստեղ կա մի կողմի թելադրանքը, մյուսին։ Այն վերջին 2 կետերը, որոնք, չգիտեմ, համարվում էին կարմիր գծեր Նիկոլ Փաշինյանի կողմից, անթույլատրելի զիջումներ, դրանք էլ արվեցին։ Այսինքն կատարվում է այն, ինչ վաղուց եմ ես գրել, երբ որ գործին եփում են, միանգամից երման ջրի մեջ չեն գցում։ Գցում են ջրի մեջ ու աշճանաբար տաքացնում, երբ որ հասնում է երման աշճան, գործը չի զգում, որովհետև միանգամից չեն գցել երման ջրի մեջ։ Մեզ հետ այդպես է կատարվում, քայլ առ քայլ, ժամանակ առ ժամանակ զիջումներ են արվում։ Սկզբից Նիկոլ Փաշինյանը հայտարարում այդ մասին, ասում է մենք չենք համաձայնվի։ Հետո ասում է կհամաձայնվենք, եթե այս դեպքում վերջում պարզվում է, որ լավ էլ համաձայն։ Հիմա այդ կետերը, որ համաձայնեցրին, ինչու է Ադրբեջանը չի ստորագրում կամ ինչու է ապատեղեկատվություն տարածում։ Նույնիսկ Ադրբեջանում չեն հավատում, որ հայկական կողմը կարող է սահմանում սադրանքի դիմել, ասում են Հայաստանի վիճակի չի պատերազմ նախաձեռնում։ Նույնիսկ Ադրբեջանում, որ խոսքի ազատությունը բանտված է, լրագրողները բանտերում են, նույնիսկ վերջի լրագրողները, որոնց ես իհարկե կարծում եմ, տեսնում եմ, նրանք էլ բանտում հայտնվեցին, ոմանց նաև հանդիպումներ, միջազգային հանդիպումներում տեսել եմ։ Այսինքն նույնիսկ Ադրբեջանում չեն հավատում։ Ով չգիտի, որ մեր խաղաղության աղավնիները նկատի ունեմ ռազմական գերատեսչությունից եւ ընդհանրապես քաղաքական ղեկավարությունը չեն իվիճակի չեն եւ չեն էլ անի։ Իր իմաստել չկա ինչ որ սադրանքի դիմելու։ Չպետք է եւ։ Ուրեմն ինչու է անում Ալիևն։ Ալիև շարունակում է ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Ինչ միշտ է արել։ Ի տարբերություն Հայաստանի այս ղեկավարության, Ալիևը գիտի ինչ է ուզում եւ հետեւականորեն գնում է այդ քայլերին։ Այսինքն մի օր մի բան չի ասում, մի օր մի բան։ Նա ասում է, որ Փաստորեն ասում է, որ Երևան կմտնեմ առանց տանկերի, հիշում եք թե։ Մտնում է Երևան առանց տանկերի։ Մտնում է, չգիտեմ, փափուկ ուժով, դիվանագիտական ճնշմամբ, հոգեբանական տերորով, ահաբեկչական, նաև տեղեկատվական ահաբեկչությամբ, այդպես ասեմ։ Եվ արդյունքում ստանում է այն, ինչ պետք է իրեն։ Ընդհանրապես Ադրբեջանին, մասնավորապես Իլհամ Ալիևին խաղաղություն պետք չի։ Ադրբեջանի սոցիալական վիճակը շատ վատ է։ Մեծ բևեռացում կա, կոռուպցիայի ահավոր չափեր, դատարաններ, ինչպես ասեմ, իրավական մեծ խտրականություն, անօրինական վճիռներ եւ նաեւ բնակչության սոցիալական ընդվզում։ Նախկինում ասում են դե պատերազմի մեջ ենք, վատ ենք ապրում,
Հիմա ասում են պատերազմի մեջ չենք։ Ինչու ենք նորից վատ ապրում։ Ալիևին պետք է որ միշտ ճշնամի է պետք Արցախին ճակատում, որը ինքը հաղթելով միշտ ադրբեջանական հանրության աչքին ինքը հերոս կերևա ժողովրդի ուշադրությունը կշեղի այդ խնդիրներից, ասենք ցածր կենսաթոշակներից, կոռուպցիայից, ինչպես են եկրի հանքերը թալանում Ալիևների ընտանիքի կողմից եւ որպես պետք է իրեն միշտ պետք է հաղթանակներ արտաքին ճակատում, ում դեմ կարող է տանել, Ռուսաստանի դեմ չի կարող տանել, Իրանի դեմ չի կարող տանել, Վրաստանի այդ խնդիր չի, որոշ հարցեր ցակում են, բայց դե ասենք տենց կոնֆրոնտացիա չի գնում, որովհետեւ Վրաստանը, ասենք, այլ երկիր է, ուրիշ հարաբերություններ են նրանց միջև։ Հիմա նրան պետք է Հայաստանը, որը միշտ հաղթանակներ ունենա Հայաստանում դեմ։ Նրան պետք է Նիկոլ Փաշինյանի պես իշխանություն, որին կարողանա ծաղրել, որին կարողանա վիրավորել, ասի հարբած ծաղրածու կամ նույնիսկ մի կողոս չի կարող ղեկավարել։ Եվ նա ասեմ, եթե նույնիսկ կնքվի այդ թուղթը ոչ մի արժեք չի ունենալ։ Որտեղ ցանկացած պայմանագիր նրանք հայտարարում են, որ իրենց էլ է այդ թուղթը պետք է, որտեղ զերոյական արդեն վստահություն ունի Հայաստանի իշխանություն, այս իշխանությունը եւս։ Նրանք ասում են այդ մարդկանց չի կարելի վստահել, այսինքն հայերին։ Ես մի բան ասեմ, որ իսկապես Հայաստանի ներկայ իշխանության ոչ մի վստահության բան չունի, տեղ չի թողել։ Նույնիսկ եթե ճշտամին է ասում ճշմարտ, ինչ կապ։ Եթե ինչ ասում են, անում ենք, էլ այդ թղթի կտորի այդ վստահությունը։ Լավ, իսկ դեռ բաներ կա, չէ՞ որ պետք է անենք։ Ասենք պետք է սահմանադրությունը փոխել, պետք է Մինսկի խումբը լուծարել։ Արցախի մասին չպետք է խոսել, ընդորում պետք է ռևանշիստական հանրային հերթանկերությունը։ Ռևանշիստական այսպես կոչված ուժերին պետք է սանձել։ Պատերազմի հանցագործների ճակերտավոր, այսինքն ազատամարտի մասնակիցներին պետք է հանձնել։ Ցանկացած պահի այդ ցանկը կարող է ավելանալ։ Կարող են ասել, որ մենք 3900 կորած ունենք պատերազմից առաջի պատերազմից 90-ականների կասեն մենք չենք գտնում, դուք ճիշտ քարտեզներ չեք տվել մեզ դրանց թաղման վայրի կամ չեք տվել, գտեք մեզ տվեք, ինչքան ու եթե ուզենան պահանջները միշտ էլ կարող են, չէ՞։ Այսինքն ինչն է խանգարում Ալիևին։ Եթե մենք չունենք adekvat ղեկավարություն, մենք չունենք իշխանություն, որ մեր Հայաստանի Սահակին ճնշումներ են խանգարում նրան, որտեղ տեսեք այդ համաձայնագրի հետ կապված աշխարհը արձագանքեց եւ Ֆրանսիա եւ Միացյալ Նահանգները գրեթե բոլորը բայց շնորհավորեցին եւ Թուրքիան էլ այստեղ հայտարարություն արեց, չէ՞, որ Թուրքիան միշտ պետք է արագացնել այդ ստորագրման գործընթացը, ոչ թե կարգավորման, այլ ստորագրման գործընթացը։ Ես ասում եմ, եթե այդ պայմանագիրը որ կնքվի, եթե չկա միջնորդ, երաշխավոր չկա, եթե չէ որ պայմանագրի կետերը ունենալու են ենթակետեր։ Այսինքն միջնորդ չլինելն էլ է արդեն խոսում այն մասին, որ Իսկ ով է, ես գիտեմ որ կետերը խախտվեն, ով է ասելու որ խախտվեցին։ Իսկ ով պետք է լինի միջնորդը, պարոն Սարգսյան, այստեղ ում է դա ձեռնտու։ Ես չգիտեմ, որովհետև դա հարց է, որովհետև Ռուսաստան որպես միջնորդ իրեն վարկաբեկել են, այդ միջնորդ չի եղել։ Հետո բան կա, չէ, նոյեմբերի 9-ի կամ 10-ի տխրահարճակ հայտարարություն։ Ասենք այն կետը, որը տրանսպորտային միջոցների ճանապարհների ապաշրջափակում կար, չէ՞, պես կոմունիկացիաների բացում։ Ադրբեջանը ասում է, որ մի խոսքը այդտեղ Միչանսկի մասինն է։ Հայաստանն ասում է, որ չէ, մեր այնտեղ գրված է որ ռուսական ուժերի, չէ, իրավասություններ։ Նույն կետը կարող է տարբեր ձևով տարընթերցման տեղ։ Նույն ձևով կարող է այս պայմանագրի 17 կետերներ տարբեր ձևով մեկնաբանել։ Այսինքն պետք է չէ՞ ինչ որ մեկը լինի թեկուզ կազմակերպին, թեկուզ մեկը չէ, մի քանի երկիր, որոնք երաշխավոր են, չէ, ասեն դե այսպես է կնքել, այսպես։ Եթե խախտվի, ով է երաշխավոր։ Իսկ դուք վստահ եք, որ եթե կնքվի եւ լինեն միջնորդներ, Ադրբեջանը երբեք չի գնա այդ փաստաթղթի խախտմանը։ Երբեք մի ասեք, երբեք ամեն ինչ էլ կարող է պատահել, բայց եթե սեղանի մոտ կան ծանրակշիռ երկրներ կամ կազմակերպություններ, նրանք իրենց այդ ներկայությամբ պայմանագրի տակ իրենց ստորագրությամբ նաև Իսկ Միացյալ Նահանգները կարող են դառնալ այդ երկիրը որպես միջնորդ։ Դե Միացյալ Նահանգների իշխանությունը վարչակարգը փոխվել է, նոր վարչակարգը նոր առաջնահերթություններ ունի, ժամանակի ընթացքում կտեսնենք, թե ինչքանով է իր հարավային Կովկասը։ Օրինակ հայտարարությունը կամ զանգը ինչպես է բացատրում Բաքու, երբ նա Ալիևի օգնական Հաջիևին ասել է, որ հակավարտությունը պետք է ավարտվի եւ գերիներին անհապաղ պետք է վերադարձնել։ Սա ինչ մասին է խոսում։ Ընդհանրապես Եթե Ռուսաստանից ասում եք, որ չունենք այդ ակնկալիքը,
Միացյալ Նահանգների դեպքում այս զանգը ինչի մասին է Այս խոսում։ ես ուզում եմ ուշադրություն դարձնել նաև որ Մոսկվայից Թրամփի բանագնաց մեկնեց Բաքու։ Թե ինչ քննարկեցին այնպես, ինչ եղավ, մենք չգիտենք, թե ինչ բայց դա պատահական չէ, որ ասենք ոմանք ասում են, որ քանի որ Ադրբեջանն ավելի շատ գտնվում է Մեծ Բրիտանիայի ազդեցության տակ եւ կարող է ինչ որ այդ ազդեցության տակ այլ քայլեր դիմել, Տրամփի բանագնացը կարող է Ալիևին ասենք հորդորել կամ հրահանգել կտրուկ գործողությունների չդիմել, մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգների իր հարաբերությունները ճշտի Իրանի հետ, չէ որ Ադրբեջանի եւ Հայաստանը Իրանի Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Իրանի հետ հարևան եւ նաեւ կարևոր երկրներն այդ իմաստով։ Եվ մենք չգիտենք թե ինչ է խոսել ժամանակի ընթացքում կերևա թե Տրամփը ինչ հետաքրքրություններ ունի Հարավային Կովկասում, ինչ շեշտադրումներ է անում։ Հետաքրքրություններ ու թե պարզապես հայտարարեց, որ իր ժամանակ պատերազմները դա կասեցվելու են, դադարեցվելու են, փորձում է հենց իր խոստումը մեզանով, որտեղ կարծես թե ռուս-ուկրաինական հատվածում դեռ առաջընթաց չկա եւ կարող է ավելի երկար ձգձգվել, քան մենք շատ ենք ուշադրություն դարձնում հայտարարություններին տարբեր երկրներ։ Մենք բայց չենք տեսնում թե ավելի շատ պետք է մենք կարևորենք թե ինչ են անում։ Այն ինչքան են մեզ աջակցող հայտարարություններ անում արել եւ 20 թվականի պատերազմի ժամանակ արել են, չէ՞, բայց հետո դրանից ինչ է փոխվել։ Այսօր նույն այդ երկրները, Եվրոպայի երկրները նավթային գազային հետաքրքրություններ ունեն Ադրբեջանում։ Ադրբեջանը գազա մատը կարում եւ դա կարևոր է եւ ասեմ որ եւ այստեղ դուք ակնարկեցիք փաստորեն Անգլիայի եւ եվրոպական երկրների մենք միանշանակ ասում ենք արևմուտք, բայց արևմուտքը այնքան տարբեր է, օրինակ Միացյալ Նահանգները միշտ Միացյալ Թագավորությունը Մեծ Բրիտանիան միշտ ինքնուրույն քաղաքականություն է վարում ավելի շատ, որտեղ նաեւ դուրս եկավ չէ Եվրամիությունից Brexit-ով։ Քան ասեն իսկ արևմուտքը նաեւ Եվրոպան Ամերիկայի Միացյալ Նահանգներից տարբերվող քաղաքականություն վարում։ Մենք միշտ ասում ենք արևմուտքը, բայց դա միասնական չի, նաեւ շահեր կան, չէ, տարբեր երկրներ տարբեր շահեր ունեն եւ ամենքը ուզում են խաղի մեջ լինել։ Ֆրանսիան ուզում է խաղի մեջ լինել։ Ֆրանսիան ունի նաեւ Ադրբեջանում տոտալ ընկերություն, որը նավթային գազային կոնսորցիումի անդամ է, շահեր, բիզնես շահեր ունի եւ այնպես չի որ ասում ենք Ֆրանսիան բարեկամ երկիր է, հա բարեկամ երկիր է, բայց Ֆրանսիան ունի շահերը, չմոռանանք որ երկու դեզերքում երկու ալբանիակներ ֆրանսիական հարցակալությամբ Ադրբեջանի կողմից վերցվել են եւ անդադ եւ 20 թվականի պատերազմի ժամանակ զանգ ինֆորմացիա են տալ շատ գաղտնի շատ կարեւոր ինֆորմացիա, որոնք եւ մեր զորքերի եւ կարեւոր տեղեկատվություն 24 ժամ ռեժիմով։ Այնպես որ շահերն է, մենք կենացային մակարդակից պետք է վերանանք եւ ավելի սթափ, ավելի սառը, ավելի հաշվենիկատ իսկ ով է պաշտպանում մեր շահը։ Այսինքն աշխարհի այդ ողջունները մեզ ուղղված այդ Դա կարեւոր է, այն խոսքերը կարեւոր են, ամեն ցանկացած հայտարարություն ինքը կարեւոր է, բայց եթե չափազանցնենք, որ այդ հայտարարությունով մեր երաշխիքները շատ կտրուկ ավելացան, խաղաղությունը եկավ, իջավ, խաղաղությունը մենք պետք է ապահովենք։ Իսկ այն ինչ որ ես տեսնում եմ, չի արվում այն։ Այս ժամը դադարը 20 թվականի պատերազմից հետո դադարը պետք է օգտագործվել բանակը ամրապնդելու համար։ Այդ զինտեխնիկայի մեծ կորուստ ենք ունեցել, պետք է այդ համալրվեր 2024 թվականի Ադրբեջանի կառավարության հաշվետվությունը այդ անցյալ տարվա համար ասում է որ մենք հասել ենք այն բանին որ եվրոպական երկրները մասնավորապես Ֆրանսիան քիչ զենք են տվել մենք սահմանափակել ենք մենք կարողացել ենք հասնել այն բանին որ Հայաստանին քիչ զենք տրվի այսինքն իրենք զինվում են մենք տեսնում ենք հա իսկ մեզ ասում են որ դուք իրանք չունեք զինվելու Մեզ ներկայացնում են որպես ագրեսոր։ Նրանք էլ են պատրաստվում պատերազմի, մենք էլ զինվում ենք պատերազմից խուսափելու։ Ով է թե մենք զինվում ենք։ Եթե Հնդկաստանից մի քանի հրանոթ է, ենթադրենք եկել է, չգիտեմ, չի եկել, դեռ հրանոթները չեկած արդեն թերթերում գրում են։ Հոսկանյան, այս դարաշրջանում կարևոր այդ զենքերի գործադրումն է պատերազմում, թե դիվանագիտական ճանապարհները ավելի հզոր կամ բոլոր մեթոդները, որովհետև դա համակցված է, մեկը միշտ պատերազմը լինում է այն դեպքում, երբ որ բոլոր միջոցները սպառում են, երբ որ դիվանագիտություն չի դնում։ Հիշեք 20 թվականի պատերազմը, ինչպես եղավ։ Մեր դիվանագիտությունը եղել էր առաջարկ, բայց ասել են չկա առաջարկ։ Թաքցրել են, չէ՞, եղել էր առաջարկ։ Միսկի խմբի դիվանագիտական ջանքերը գցեցին ջուրը 20 տարվա։ Ասին ասած Նիկոլ Փաշինյանը սկսում է իմ կետից, սեփական կետից։ Ինքը ոչ դիվանագիտություն գիտի։ Ոչ չունի դիվանագիտական աշխատանքի փորձ, հմտություններ
Բայց ես չեմ մտածում, որ ինքը իր ապաշնորհություն։ Պարզապես ժողովրդին խափում են, որ ասում են ոչ մի փաստաթուղթ առանց ժողովրդի չեմ, եթե ստորագրեմ ինձ հրապարակում վառեք։ Ո՞նց ստորագրեց։ Հիմա եթե ամփոփենք, Ադրբեջանի վրա ճնշումներ չեն եղել թեկուզ այս հայտարարությունը անելու համար։ Ում կողմից։ Ադրբեջանի վրա չկան ճնշումներ, Միացյալ Նահանգների կողմից զանգը։ Դե մենք չգիտենք հրապարակային հայտարարություններն այլ բան են, ռեալ զգուշացումներ, ինչպես է Միացյալ Նահանգները, եթե Իսրայելի դեպքում ոնց է կտրուկ հայտարարություններից եւ նաեւ կտրուկ գործողությունների դեմ։ Բայց մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակից չենք։ Մենք ֆորմալ առումով Ռուսաստանի դաշնակիցն ենք։ Բայց մենք եթե ասենք մենք առանց դաշնակից ենք։ Մենք դաշնակից չունենք։ Մենք ունենք բարեկամ երկրներ, ասենք Ֆրանսիան։ Միացյալ Նահանգներն էլ բարեկամ երկիր։ Բայց մենք դաշնակից չենք։ Մենք ոչ մի պայմանագրով այս որ բանով պայմանագիր կնքեցին հերացող Բայդենի վարչակարգին։ Ավելի շուտ դա ինչ որ մտադրությունների մասին թուղթեր, ռեալ պայմանագիր, որը երաշխիքներ է տալի, փոքր երկրները կամ պետք է լավ զինվեն, կամ պետք է հուսալի դաշնակիցներ ունենան։ Ավելի ճիշտ երկուսի հետ պետք է։ Այսինքն եւ զինված լինես եւ դաշ։ Իսկ մենք ինչ ենք անում։ Տեսնում ես երկրի ղեկավարը փոխանակ զբաղվի կարևոր անվտանգային խնդիրներով գնում է Իջևանի Թուխիկյան Սահատնովա փողոցների ասֆալտի որակն է ստուգում, այս մանկությունով ես այստեղ անցել եմ դպրոց եմ գնացել, 40 տարի այստեղ ասֆալտ չել, ես այստեղ ասֆալտ են կարել։ Ես այնպես բաներով զբաղվում, որ ասենք հեծանվային շոուներով, չգիտեմ, զվարճեղա սարքում։ Այս 21-րդ դարում այսքան բանով, այսքան լուրջ մարտահրավերների մեջ գտնող վարչապետը, երկրի վարչապետը, որը թագավորի չափ լիազորություններ է կենտրոնացել։ Դե եթե այդքան լիազորություններ ունես, այդքան արտոնություններից օգտվում ես, այդքան մեջ կախումբով ես շրջում, ինչու՞ չես գործով զբաղվում։ Պարոն Սարգսյան, դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը եւ ասեմ, որ արդեն հեռախոսազանգեր ունենք, հարգելի հեռուստադիտողներ, կփորձենք պատասխանել նաեւ ձեր հարցերին։ Հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահակա խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +118 967 5677 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։
Հարգելի հայրենակիցներն ու անտապանակրկին եթերում է եւ լսենք մեր հեռուստադիտողին, որից հետո ես իմ հարցը կշարունակեմ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Ես պարոն Սարգսյանին երկու հատ հարց ունեմ։ Խնդրեմ։ Հարգելի պարոն Սարգսյան, դրա վերջը ինչ ալելու։ Այս մարդը առավոտը ելում է սուտ է խոսում, գիշերը մութանում է սուտ է խոսում, այս հայ ազգին ֆրեցնում, երինեստում է հաթորին, այս խես ժողովուրդին էլ ամեն ձևով խափում է, ինքը նստած հավիարն ուտում է, ամենաթանկ ձուկերը ուտում է։ Լավ, ձեր հարցը հասկանալի է, երկրորդ հարցը։ Իմ հարցը այն է, որ ժամանակ է եկել է հայ ժողովուրդ, հելեք ոտքի վերջացրեք սրան։ Լավ, ձեր երկրորդ հարցը խնդրում եմ։ Խնդրել ենք, չէ, մեր եթերներից նման կոչի։ Այս ինքը ամբերիչը տվել է մեզի, ամբերիչը հասել է Ադրբեջանից, աշկերից բացարեք, հայ ժողովուրդ, ամբերիչը հասել է Սուրիկել է տվել։ Լավ, ես ստիպված եմ։ Երկրորդ հարցը չէ՞։ Երկրորդ հարցը ամեն ինչ տվել է, ինչքան պետք է տանք կամ երևի ինչ պետք է տանք։ Հարգելի հեռուստադիտողներ, բազում անգամ խնդրել ենք մեր հաղորդումների ընթացքում, խնդրում ենք նման կոչեր, հայտարարություններ չանել, որովհետև կա որոշակի կանոններ, որ ինքներս էլ պարտավոր ենք ենթարկվել։ Լսենք մյուս հեռուստադիտողին եւ հարցերին միանգամից պատասխանենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև Տիկին Պետրոսյան, բարև պարոն Սարգսյան, պարոն Սարգսյան, քանի որ դուք լրագրող եք, կարծում եմ կարևոր է ձեր մասնագիտությունը իրազեկելու համար լրագրողները հանրապետությանը, մեր հանրությանը եւ կարևոր է որ լրագրողները եւս լինեն իրազեկված եւ դրա համար ես կուզենամ պատասխանել Տիկին Պետրոսյանի 1-2 հարցին եւ իմ հարցը կլինի ձեզ համաձայն եք արդյոք թե ոչ։ Միջնորդները մեր պետք է լինեին այս պայմանագրում արևմուտքը պատրաստ էր վաղուց եւ արևմուտքը 3 տարի եվրոդիտորդներով պաշտպանում է Սյունիքը եւ նրանք պատրաստ էին իրենց հարթակում, բայց Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց դրանից։ Այս եվրոդիտորդներից հրաժարվելով դա երաշխավորում է որ կլինի պատերազմ։ Ալիևի միակ պատճառը հրաժարվելու եվրոդիտորդներից այն է որ նա հնարավորություն ունենա գրավելու Սյունիքը։ Հիմա պետք է ժողովուրդը լիներ փողոցներում որպեսզի ասեն ոչ եվրոդիտորդների հերացմանը, որտեղ նրանք են միակ երաշխիքը։ Բայց ձեր հանրապետությունում իշխում է ռուսական նարատիվները եւ դրա համար ես ուրախ եմ որ որպես լրագրող դուք այդտեղ եք եւ նաեւ նոյանտապանին եմ դիմում մեր ԶԼՄ-ները մեծ պատասխանատվություն ունեն այդ նարատիվները պետք է հենց իրենց բնում խեղդվեին տարածում են նարատիվներ որ Եվրոպան մեզ չի սպասում արևմուտքը մեզ չի սպասում արևմուտքը ունի շահ արևմուտքը իր շահը ցույց տվեց նրանք պաշտպանում են մեր Սյունիքը նրանք եւ Եվրոպան եւ նրանք մեզ օգնում են բայց մեկ պայմանով դա կլինի եթե մենք անջատվենք հապկից եթե մենք անջատվենք ԵԱՏՄ-ից մենք սիրուն աչքերի համար չեն պաշտպանելու դուք համաձայն եք որ մեր մոտ այսինքն ձեր երկրում կա լուրջ ինֆորմացիոն խնդիր որը արգելում է այս ամեն ինչի ճշմարտացիացումը շնորհակալություն Մենք ենք շնորհակալ սկսենք մեր նախկին հեռուստադիտողի հարցից գուցե Ինչ է լինելու այս ամենի ավարտը եւ մեր հեռուստադիտողի հարց հետեւյալներ արդյոք այս իշխանություններից որ դժգոհում է ժողովուրդը պետք է այս իշխանությանը ժողովուրդը հենց ասի հաջողություն Նախ ժողովուրդը ինքնին միայնակ չի կարող հարց ցուցել առաջնորդներ պետք է կազմակերպել է պետք ժողովուրդը միասեռ չի սոցիալական տարբեր խմբերից է կազմում որոնք հաճախ տարբեր շահեր ունեն այսինքն կազմակերպել է պետք թիրախային աշխատանքը ժողովուրդը դուրս կա ժողովուրդը դուրս է եկել 20 թվականի նոյեմբերի 9-ին բայց ինչու չառաջնորդեցին ժողովուրդը փորձեց մի փոքրիկ բոյկոտել անի տրանսպորտի թանկացման հետ կապված բայց կարծես բայց հիմա նորից ժողովրդին չեն առաջնորդում հիմա ոչ թե բոյկոտ է տրանսպորտի այլ չվճարում Վճարման համար արդեն իշխանությունները ձև են Արդեն ձև են իսկ այն մարդիկ որոնք առաջնորդեցին որոնք բոյկոտ են կիսատ են թողել պայքարը չեն շարունակում պետք է շարունակել չէ գործը կիսատ է հիմա ասում են Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում միշտ սուտ է խոսել ուղղակի մենք չենք իմացել հիմա արդեն ավելի բան ինչ ասելը հակառակն է եղել ես նույնիսկ տերմին եմ գրել Նիկոլայից թարգմանած այսինքն հակառակը ասում է խաղաղություն պատերազմը բերում ասում է Արագաչափերը հանելու ենք ավելացնում է ասում է թալան կոպեկ առ կոպեկ քյաբաբ
քեբաբ ետ են բերելու, ընդհակառակ նոր թալանչիներ են ավելանում։ Հիմա էլ ասում հատիկ հատիկ, ինչ եղավ այդ քեբաբն ու կոպեկ արկոպեկ։ Հիմա էլ մեր հերթադիտողն ասում է ամեն ինչ արդեն հանձնել եք, ինչ ունենք։ Ամեն ինչ չենք հանձնել, բայց կարող ենք հանձնել։ Որովհետև եթե այսպես գնաց, կամ Հայաստանը դառնալու է Երևան քաղաքապետություն իր շրջակայքով, կամ Հայաստան որպես պետականություն վերանալու է։ Ես չգիտեմ, եթե թողեցի, գիտեք հիմա ասում են ժողովուրդը դուրս գա։ Ասում են այն քաղաքական ուժերը, որոնք ամբողջ օրը ասում են մենք ընդդիմադիր ենք, մենք պայքարում ենք, պայքարում են ինչպես են պայքարում։ Պայքարում դեռ խորհրդարանն է։ Ոչ ամսլավություն են հայտնում, այսքան աղետից հետո ամսլավություն չէ, ոչ էլ դուրս են գալի փողոցային պայք։ Հա, ելույթ են ունենում, հարց են տալի մեծարգոյին, ստատուս են գրում, գնում են հեռուստաընկերություններ կամ ասենք ստուդիաներ, հարցազրույց են տալի։ Դրանից շատ բան է փոխում։ Այդ եմ ասում, այն մարդ ճիշտ հարց տվեց, շատ կարևոր վերջի հարց տվողը, որ Ռուսաստանի ազդեցությունը շատ մեծ է։ Մինչև այդ հարցին պատասխանելը, պարոն Սարգսյան, երեկ Արսեն Թորոսյանը հանրային հեռուստաընկերությունում էր եւ խոսվեց այս եվրոդիտորդների հետ կապված, նա հայտարարեց, որ իրենք համաձայնվել են սահմանի երկանքով երրորդ երկրի ուժեր չտեղակայելուն։ Եթե կոնֆլիկտ չկա, այսինքն այդ մարդկանց լինելը պարտադիր պայման արդեն չէ։ Եվրոդիտորդների հետ կապված ընդդիմությունը, եթե ժամանակին ընդվզում էր ինչու է եւ այլն, կարծես թե հիմա հակառակը։ Նրանք գտնում են, որ պետք է մնան, այստեղ էլ կա արդեն հակասություն, իշխանություն եւ ընդդիմություն։ Եվ արդյոք իրոք այս դիտորդները մեր անվտանգության երաշխիքը չէին այսքան ժամանակահատվածում։ Ընդհանրապես շատ հաճ բան է, շատ տխուր բան է Արսեն Թորոսյանի մեկնաբան։ Արսեն Թորոսյանը շատ մեծ վատ ուղի ունի կորոնավիրուսի իր կարծիքը չի միայն հայտ։ Չի իհարկե կորոնավիրուսի դեմ պայքարի պահով, հազարավոր մահերի պահով, Արսեն Թորոսյանը նույնիսկ իր թիմն էր մեկուսացրել որոշ ժամանակ, երևի ինչ առաջադրանքներ կատարում նորից ակտիվացրել են։ Եվրոպական դիտորդները, Եվրամիության դիտորդները, դրանք զինված չեն։ Այսինքն չէ։ Այդ կրակոցների վերաբերյալ չէ, իրենք էլ հայտարարել։ Եվ իրենք կարևոր դեր են խաղում, կարևոր դեր են։ Նրանք զինված չեն, ինչ է շարքում երրորդ երկրների զինված ուժը։ Նրանք զինված չեն, նրանք խաղաղ առաքելություն են եղել։ Բայց նա կարևոր դեր են կատարում, եթե իրանց էլ հանում ենք։ Ելով ասելու խախտում։ Ադրբեջանը ասում է դուք խախտել եք, եւ դիտորդներն ասում են չի խախտվել։ Բայց փաստորեն Ադրբեջանի հերքում, ասուտը հերքում են, չէ՞։ Դուք որ պես լրագրող այս թեմային անդրադարձել եք, կա ձեր Facebook-յան էջում այ գրառումներ։ Եվ որտեղ դեր դա պայմանագրի կետերից մեկն է, եթե ստորագրվի, չէ՞, դից թեական է, որտեղ դեր պաշ չի։ Ես անձամբ մի քիչ դժվար եմ հավատում, որ պայմանագրի կստորագրվի, դրա համար այն բանը, եթե լինի այդպիսի բանով մի քիչ դժվար նյութ գրել, եթե լինի այսպես, որտեղ եթե պայմանագիր չկա։ Դրանով է պայմանավորված մեր հայկական մամուլում այդ մասին։ Տեսեք ինքն ասում է, որ հիմա պետք է լիներ ոչ ԵՄ դիտորդների հեռացմանը կարգախոսով եւ նյութեր պետք է լինեին մեր մամուլում եւ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի։ Եվ իրականում արևմուտքի դերը, արևմուտքը մեր դաշնակիցը չի եղել պայմանագրերով։ Եղել է մեր դաշնակիցը Ռուսաստան։ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունը։ Ընդ որում ես դա վաղուց եմ ասել։ Գիտեք, երբ որ մեր խապում էր նախորդ իշխանությունը ասում էր բաներ, միացյալ հոպ ենք ստեղծել։ Միացյալ հոպը տեսանք ինչ եղավ էլ։ Երբ որ խապում էր ասում էր հայ-ռուսական, ոչ թե խապում էր, այլ դանով ուզում սին հույսեր էր արտնասնում, որ միացյալ հայ-ռուսական միացյալ զորախումբը Ղարաբաղ կպաշտպանի Արցախում։ Հայ միացյալ ուր է միացյալ զորախումբը։ Ինչ եղավ դաշնակցել։ Ես 15 թվականի սեպտեմբերի 24-ին 15 թվականին, երբ որ մեր Տավուշի գյուղերը ռմբակոծվեցին, թուրքական T100-ից փոքր ռեակտիվ կայանքներից գյուղերը բնակչություն երկու զոհ եղավ Բերթավանում, երկու կին զոհվեց, երկու գյուղի այլ բնակիչ վիրավորվեց։ Ես գրեցի, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ։ Եթե մեր դաշնակիցն էր, հապկի անդամ ենք։ Հայ-ռուսական պայմանագիր ունենք ռազմական։ Հայաստանի տարածքը։ Էդ էլ չի, որ ասենք, գիտես, մենք չգիտենք ջերմուկ հայկական սահմանը ոնց էր, որտեղով է գնում։ Հիշում եք, որ Ռուսաստան հայտարարեց։ Ես հակառուս չեմ Ռուսաստանի հետ, բայց ճիշտ լա մնում։ Բարեկամներ ունեմ Ռուսաստան, կապ չունի, ես Ռուսաստան ապրել եմ, բայց որ ճիշտը Ռուսաստան մեր դաշնակիցը չի։ Եվ դա չի կարող երաշխավոր եւ չի էլ երաշխավորել։ Դուք պատկերացրեք, եթե այսքան բանից հետո, երբ որ ասում եք, չգիտենք, ձեր Հայաստանի տարածքը սահմանազատված չի։ Խի Ռուսաստանի տարածքը, այդ ամբողջ տարածքը, մեծ երկար սահմանազատված է։
Հիմա եվրոդիտորդների հետ կապված փաստորեն դուք դեռ չեք ուզում նմանատիպ կարգախոսերով նյութեր գրել, որովհետև դեռ պայմանագիրը ստորագրված չէ։ Այսինքն, եթե ստորագրվի, իսկ ասում եմ չի ստորագրվելու, որովհետև Ադրբեջանը ընդհանուր նոր պահանջներ ավելացրել։ Չի ստորագրվելու եւ դիտորդները մնալու են այսպես թե այնպես։ Դե համայն դեպս դա դրական բան է, որ մնում են դիտորդ։ Ասենք այդ դիտորդների ներկայությունը ինչ բան են տարածում թեյփր նրանք Իրանի դեմ բանը հետախուզություն են անում, դա էլ ռուսական։ Իսկ եթե ստորագրվում է ժողովուրդը կարող է այս կարգախոսով դուրս գալ փողոց։ Ժողովրդին դուրս չի գալ, ժողովրդի առաջնորդներ են պետք, կարգախոսներ են պետք, հստակ աշխատանք կա պետք։ Երբեք ոչ մի դեպքում ժողովուրդը ինքնաբուխ դուրս է եկել նոյեմբեր 9-ին էր դուրս եկել, բայց ինչ արին ժողովրդին բան զայրույթը զսպեցին, կեղծ միտինգներ արեցին, Երևանի փողոցներում պտտեցին, իբր թե բանը վերջում այնպես այն որ ժողովրդի բանը այդ փուքսը, այն զայրույթը, այն որ թեյնիկը եփում է, բանից թողում են որ եւ բան վեր կապայճ հեռացնում են որ դուրս ժողովրդի զայրույթը մարեցին։ Մարդիկը հատուկ հենց այդ բանի վրա են աշխատում։ Եվ երևի ով է ռուսական դաշտում աշխատում, ով ասենք արևմուտքի։ Մեզ համար առավել ասում եմ, վտանգ են այն բանը, որոնք ռուսական շահեր ներկայացնել Հայաստան շահի դեմ են։ Ընդհանրապես ցանկացած երկիր եթե շահն է ներկայացնում դեմ Հայաստանի, լինի թե Ռուսաստան, թե Արևմուտքից նա Հայաստանի դեմ է, չէ։ Բայց գիտեք ո՞նց են բախտում։ Նույնիսկ Շվեյցարիայում այնքան լրտես չի եղել, այնքան գործակալ, որ չեզոք երկիր է երկրորդ համաշխարհային պատմի, միշտ չեզոք ա եղել, բայց երկրորդ համաշխարհային տարիներին Շվեյցարիայում լրտեսներ, տարբեր երկրներ լրտեսները բախտում էին, չէ։ Եվ նույնիսկ Շվեյցարիայում այնքան լրտես չկա, ինչքան Հայաստանում։ Պարոն Սարգսյան, տեսեք, ասում եք, փաստորեն Ռուսաստանը չի կարող լինել միջնորդ, բայց Նիկոլ Փաշինյանը զանգեր կատարել Ռուսաստանի Դաշնություն, իրավիճակը ներկայացրել։ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի խաղն է խաղում։ Պայմանագրում չկա արցախցիների մասին ոչ մի, այսինքն վերադառնալու իրավունքի մասին չկա ոչ մի ակնարկ եւ երեք նույն հարցազրույցի ժամանակ Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ մենք Հայաստանի եւ Ադրբեջանի մասին ենք խոսում, իսկ արցախցիները ապրում էին Արցախում։ Իրենց ապաշնոր ղեկավարության վարած քաղաքականության պատճառով կորցրեցին իրենց հայրենիքը։ Դա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման առարկա չէ եւ չպետք է լինի, որտեղ մենք ուզում ենք խաղաղություն կառուցել եւ ոչ թե կոնֆլիկտը հարատև շարունակենք։ Իսկ մենք Ադրբեջանի տարածքում մեր հայրենակիցների ապրելու հարցով կողմ չենք, չպետք է լինենք։ Արսեն Թորոսյանը հիշողություն է կորստում, իմ որ Շուշի ջիդի դուզում Նիկոլ Փաշինյանը պարեր մտել։ Չի հիշում, այն որ ասում էր Արցախ Հայաստանն է եւ վերջ։ Արսեն Թորոսյանը չի հիշում ինչ են ասել, հիմա ինչ են ասում։ Amma Արսեն Թորոսյանը ինչ արտաքին քաղաքականության հետ ինչ կապ ունի։ ԿՊ-ի ասենք падգամավոր չի։ Նա ինչ կգիտե մասնագիտության բժիշկ չի։ Ասիկ ամեն մարդ պետք է գործով զբաղվի, որից հասկանում է, նրանից խոսի։ Արսեն Թորոսյանը ես չեմ կարծում թե չի հասկանում։ Պարզապես ինչ է ժամանակում մենք Արցախի հետ գործ չունենք։ Բայց պատերազմը ինչի է լավ։ Բայց 6 բան զինակոչ, ինչի գնացին Արցախ։ Նիկոլ Փաշինյանի տղեն ինչ էր անում Արցախում։ Օկուպանտ էր, բայց Երևանի գունդը ինչի տան Նիկոլ Փաշինյանի աշոտին փրկելու համար տանզոհեցին։ Հարց եմ տալի, Արսեն Թորոսյանը կարող է այդ հարցերին պատասխանել։ Ինչ էին անում 6 զորակոչ բանում 6 զորակոչ զինվորները, նորակոչիկները, ինչ էին անում Արցախում, եթե Արցախի հետ մենք գործ չունենք։ Պատերազմի ժամանակ Բաքվում ինչ են ցույցմունք տալի Արցախի ղեկավարություն։ Ասում են բոլոր Հայաստանից էլ Նիկոլ Փաշինյանն էր ղեկավար։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ասում է նրանց տեղեր են տալ։ Հոգեմետ տեղեր։ Նիկոլ Փաշինյանն ինչ գիտի նրանց ինչ են տալ։ Ինքը բանում Ադրբեջանում լրտեսներ ունի, հա։ Բայց եթե այդքան լրտեսներ ունի, ինչի՞ չէր պատերազմի ժամանակ օգտագործում։ Ասում էր կպայթացնեն ներսից Ադրբեջանը, ինչի՞ չէր պայթացրեց։ Ադրբեջանը մեզ կարծա այդքան մնացվեց։ Բախի չի պայթացրեց։ Ասում էր, չէ, սպառնում էր։ Պարոն Սարգսյան, ամերիկում սա մի իրավիճակ է, որ անընդհատ զարգացումներ լինելու են, մենք կհետևենք եւ դրա մասին մեր մյուս հաղորդումների ժամանակ էլ կանդրադառնանք եւ ինչ կարծիք եք, ինչու են Միացյալ Նահանգները ռազմական տեխնիկա է ուղարկում Հայաստան եւ ընդ որում սրա մասին գրեցին առաջինը հենց ռուսական լրատվամիջոցները։ Գերմանիայից Միացյալ Նահանգները իր բազայից որոշակի տեխնիկա, սարքավորումներ տեղափոխելու է Հայաստանի պոլիգոններ եւ այստեղ կատարվի տեսնենք ես նախ հարցատը ինչտեղ եթե լինելու են ասենք նախկինում էլ են ցույց բաներ անում զորավարժություն անում բայց ընդամենը ցույց երցրելու զորավարժություններ խաղապահների զորավարժությունները հիշում եք հա տեսնենք ինչ են տեխնիկա հիմա բանը
Ինքնաձիգն էլ է զինտեխնիկա։ Բանն էլ ֆրանսիական բաստիոններն էլ է զինտեխնիկա։ Իսկ միջմարտական հրթիռն էլ է զիննատեղ։ Հարցն է թե ինչ զինտեխնիկա են տալու։ Ինչքան հոգի են գալի։ Կարող են գալ մի 50 հոգի ուսումնական պարապմունք անեն, բայց կարող է լինել, ասենք, ես չեմ կա Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի խաղն է խաղում։ Ասենք, դες տպավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանը բան է, հակառուսական խաղերը ինչ ա եղել նրա ժամանակ։ Ռուսաստանից կախվածությունն ավելի է մեծացել։ Հապկից դուրս եք եկել։ Յատմից դուրս եք եկել յատմ։ Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխները Ռուսաստանի բան են ոսկին տոննաները, ոսկին ու ադամանդները Դուբայներում վաճառում են միջնորդ արևտրից փող են աշխատում, երևի կոպեկներ էլ գրոշներ Հայաստանի բյուջե մտցնում։ Եթե Ռուսաստանը չցանկանար 18 թավշյա հեղափոխություն, քաղաքական դավադրություն, իշխանափոխություն կլներ, առանց Ռուսաստանի Հայաստան սկի Երևանը ճանճը չի պատտվում, առանց Ռուսաստանի թույլտվության։ Դուք մտածում եք թե Նիկոլ Փաշինյանին որ բերել են բաներ, Պուտինը չգիտեր կամ չէր իմացել, կամ մեր բանը ԱԱԾ-ն քնած էր, ԿԳԲ-ն ռուսական քնած էր։ Կուտոյանը ինչու բերեցին բա։ Կուտոյանն ով էր։ Ոչ բանակում ծառայել էր, ոչ էլ առաջի կամ բարձրագույն խմբի դասի իրանք անդամ էր ԱԱԾ-ի աշխատ։ Իրանք չուներ։ Նա միսիա ուներ, բերեցին այդ մարդին օգտագործեցին, գնաց աշխարհի ամենամեծ բանակին, ասինքն հանգուցյալներին միացավ։ Գնաց կամ ուղարկեցին, ես չեմ կա։ Հիմա այս եթե վերադառնանք այս զորավարժություններին, դուք դեռ ձեր դիրքորոշումը չունեք, ես կսպասեմ եւ կասեմ դրական եմ գնահատում, այն ինչ որ ամեն դեպքում ամերիկյան ներկայություն է, չէ՞։ Դրական եմ, այն ինչ որ հակակշռում այստեղ։ Գիտե ինչ էին ասում Ռուսաստանը, այն ժամանակ Գրիզլովն ասում էր Հայաստանը մեր ֆորպոստն է։ Ալիևն էր ասում էին ում են իրենք պետք։ Հա, Ալիևն էլ Կուդանի դենուցը։ Այսինքն ուր գնան, էլի Կուդանի դենուցը։ Ինչ էլ ասում է Ալիևն էլ հայտարարեց Իլհամ Ալիև, թե Հայաստանին մենք կարծում ենք անկախ պետություն, բարձրամավոր ֆորպոստ է։ Հիմա էլ ֆորպոստն են հանձնել, էլի։ Ֆորպոստի առաջնագիծը մեր անվտանգության երաշխավորը Արցախն է։ Արցախը ոչ թե բեռ էր մեզ համար, Արցախը Հայաստանի անվտանգության երաշխավորը, Հայաստանի կշիռը բարձրացնում էր։ Հայաստանը Արցախով ոչ միայն կապ չունի այնտեղ այն հանքերը ոչ միայն հանքերը, այլ ծորենը ոչ միայն դա, այլ կշիռն էր մեծանում։ Այսօր Հայաստանի թևերը ոնց ասած բարուրել են արդեն, ոնց են մանուկին բարուրում։ Արցախ խլել են, մտնել են մեր տարածքները։ Ալիևի նպատակը գիտեք որն է։ Մտնել Հայաստանի ճանապարհների վրա, ռազմավարական ճանապարհների վերահսկողություն, բարձունքների վրա վերահսկողություն, ջրերի աղբյուրները, ամենակարևորը ջրերի աղբյուրները վերցնել ցերկը, փոխել դրանց ուղղությունը։ Էդ են անում։ Նիկոլ Փաշինյանը ինչքան ուզում է խաղաղությունից խոսի։ Ո՞վ է ասածը հաշվի առնում։ Ասենք Ադրբեջանը ինչ կապ ունի։ Նիկոլն ինչ ասում։ Այս մարդիկ կան դեռ 7 տարի խաբվել են, դեռ խաբվում են։ Նրանց համար հեշտ է նորից խաբվել, ասել մտածել որ խաղաղություն։ Հետո ինք վախացնում են ժողովրդին նոր պատերազմով։ Եթե դուք չեք կարող ղեկավարեք, դուք չեք կարող մեր երկրի անվտանգությունը երաշխավորել։ Դուք 13 միլիարդ եք սարքել մեր պարտքով։ Դուք ցախողվել եք ամեն ոլորտում, կրթության մեջ, տնտեսության մեջ, քաղաքականության մեջ, բոլոր ոլորտներում ցախողվել եք։ Դե հեռացեք, չեք կարող ղեկավարեք։ Եթե չեք կարող, ինչ եք տալ նոր աղետներ։ Ես ասեմ, մի սահման կա, որ արդեն իրանք վաղուց հատել են։ Ասենք, եթե մարդ մի հոգուց ավել է սպանում, ասենք 2 հոգի, 5 հոգի, 10 հոգի, նա մարդա սպանա։ Հիմա իրանք անցել են այդ բանը, որ 5000 զոհ են տվել, հիմա իրանց մար կապ չունի, եւս 5-ը կտան, 10-ը կտան, անցել են այդ ծամանը, 10-ը տվել են Հայաստանի, տվել են Կիրանցը, տվել են Բաղանիս այրումի հետ, Կիրանցից միջև Բաղանիս արանքում մեր 30 տարի ամրացված դիրքերը։ Ընդ որում ինչ կա հիմա մեր տավուշում հենց այդ դիրքերի հետ կապված։ Այն կա որ ես երբ որ գնում տեսնեմ վերջերս նայում եմ ոսկե պարկի անտանացում, զինվորականներ մեծ զող էր տրված, հանել են փոքր դրոշ դրել։ Երևի Ադրբեջանի պահանջն կամ իրանք են վատ զգում կամ փող չունի պաշտպանության նախարարությունը պապիկան թե գնակայել է հարցնել թե քանի տուն առել։ Երբ որ բանալ նկար նայում եմ, այդ հին նկարները նայում եմ պապիկյան մի հատ տենց մի հարիկ տղայա, նայում ես մի թշերը հետևից երևում արդեն այնքան է բանել։ Այդ ջայլ աղջիկներ են խորհրդական են թե ինչ են։ Տայլա 3 հատ իր տեղակալներին նայի։ Մեկը ոստիկանա, նախկին ոստիկանապետն է, մեկը Երևանի նախկին քաղաքապետն է, այն մեկը ֆինանսիստ է։ Ինքն էլ պատմության դասատու է։ Ես պատմության դասատու եմ, գերազանցությամբ եմ ավարտել։ Իմաստագիտը։ Հիմա ես գնամ պաշտպանության նախարար աշխատեմ, ինքը քայլել է։ Ինչի՞ մարա քայլել։
Այդ ինչի համար է քայլելը, որ այս աղետին հասցնի։ Այդ ամբողջը շոու էր, որ սարքեցին մեր ժողովրդի գլխի։ Այն օպտի կանխեր, ինքն ներսից աջակցում էր։ Ուսուցիչներ էին դուրս եկել, կյանքում ուսուցիչները ցույց չէ։ Իջևանում դուրս էին եկել ուսուցիչները։ Ով էր ուսուցիչներին հանել։ Ով կարելի ուսուցիչ հանել։ Ինչ կազմում ես ուսուցիչների աշխատավարձը կտրի փող միտու, նրանք փողոց դուրս եկող չեն։ Նրանք մի դեպքում են փողոց դուրս գալ, երբ որ նրանց վերևից ասում են դուրս եկեք փողոց։ Այսինքն այս ամբողջ սարքեցին մեր ժողովրդի գլխին։ Ընդ որում ուսուցիչներից խոսեցիք, պարոն Սարգսյան, դուք գրել եք, որ Տավուշի մարզի 76 հարակրթական դպրոցներից 18-ը տնօրեն չունի։ Դա փետրվարի 26-ի դրությամբ։ Չէ, դա հիմիկվա դրությամբ։ Փետրվարի 26-ին 14-ն էր, եւս 4 ավելացել։ 4 ավելացել են։ Ես անունները դպրոցների անվանումները աշխատողները սոցփաթեթներից չեն օգտվում։ Բուֆետների աշխատողները։ Այսինքն սնունդի ծրագիր կա, առաջինից 5-րդ դասարան ՄԱԿ-ի զարգացման ծրագրով ամճար սնունդ է տրվում։ Այդ աշխատողները համարվում են այդ սնունդ են մատակում, դե սնունդ է տրվում է, չէ։ Նրանք համարվում են դպրոցի աշխատող, բայց սոցփաթեթից չեն օգտվում, խտրականություն։ Իսկ 18 դպրոցը 76-ից 18-ը տնօրեն չունի։ Ինչու չունի։ Ինչու չունի։ Հարցը գիտեք ո՞րն է։ Ներսից ասում են, կարծիք են ասում, ես չեմ կարող ասեմ, այդ կարծիքը ճիշտ է թե սխալ է, ասում են դիտավորալ չեն։ Պետք է կարգը փոխվել է, տնօրենները Երևան պետք է նախարարությունում, ԿԳՄՍ-ում պետք է զարգացման ծրագիր ներկայացնեն դպրոցի, ռազմավարություն, դիտավորալ չեն նշանակում, ասում են։ Դե կարծիք է, ես չեմ կարող ասեմ, որպեսզի ընտրություններից առաջ այս պաշտոնական ովքեր հավակնորդն էին, ստիպենդիաներ բերեն։ Հիմա նայեցեք, տեսնեք Գյումրիում ովքեր են, ցուցակում, ԿՊ-ի ցուցակն ովքեր, կամ բուժ հաստատությունների ղեկավարներն մեծամասն դպրոցների տնօրենը։ Հիմա ասում են, որ Տավուշում դա չեն նշանակում։ Դե ինչքանով է ճիշտ, ես չեն ասի իրանց խոստովանի իրանց մտադրությունների մասին։ Ասում են չեն նշանակում, որ պահեն այդ մարդկանց ոնց որ ասած իրանց վերահսկում։ Ընտրություններից առաջ ասեն, ով շատ ձայն բերի, նրան էլ կնշանակի։ Ասենք ենթադրենք այդ դպրոցի տնօրենի 2 տեխնատու կա, ասեն ով շատ ձայն կբերի մեր ԿՊ հիմա նրան էլ կնշանակի։ Ինչ Պատճառը դա է։ Մենք զանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին, որից հետո ես իմ հարցերը կշարունակեմ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք։ Հարգելի հեռուստադիտող, ձայն իջեցրեք հեռուստացույցի, մեզ հետ խոսեք հեռախոսով։ Լսում ենք, դուք եթերում եք։ Լավ, չստացվեց, չեն կարողանում օգտվել։ Բացի դրանից դուք անդրադարձել եք նաև, որ փոքր երկրում օրական 17 միլիարդ դրամի խաղադրույքներ են կատարվում, շուրջ 1 միլիոն դոլարի թմրանյութեր են վաճառվում։ Խոսենք սրանց մասին։ Ուրեմն ասեմ, այն որ ասում են ապագա կա, ապագան է դա հետ։ Քանի տոներ է քանդվել այդ խաղադրույքները։ Ջայլ հարցնիկ կան մեր Տավուշի մարզում, ընդհանրապես Հայաստանում մեր մոտ էլ կան, որոնք տանից թակուն, տնեցիներից թակուն։ Բան են գումար են գողանում տանից դնում խաղադրույքների։ Զինվորականների շրջանում այնքան է տարածված։ Ընդ որում եղավ, չէ, կառավարության նիստի ժամանակ էլ այս հարցը քննարկվեց եւ մեր երկրի ղեկավարը կարծես թե շատ դրամադրված է, որ շատ խիստ պետք է լինեն։ Դե Վիվարոյի բադալյան հետ կապված բարձրացնել եւ այլն։ Բադալյան եղբայրները ում հետ են մոտիկ։ Ում հետ են Ռուսաստանի կազիների մանգստան։ Այդ Տավուշից են դան կալմատներով, իրենք արմատներով հաղարցին գյուղից են բադալյանները, եղբայրներ, Վիվարոյի։ Ում հետ են մոտիկ։ Իշխանավորների։ Ինչ մտածեմ որ տոներ են քանդում տենց։ Այդ բան խաղամոլության։ Այդ ոնց եղավ որ տենց բազմապատկեցին։ 25 անգամ աճեց իրենց իշխանության տարիներին 25 անգամ աճել է բանը խաղամոլության այդ բանի խաղադրույքների քանակը 17 միլիարդ դրամ օրական սարսափելի բանը սարսափելի է իսկ այդ թմրամոլությունը ահավոր բաներ է ահավոր որովհետև հիմա կրիստալն է գնում քիմիական բաներ է ու դա ահավոր կախված են մարդու ուղեղի վրա կար ժամանակ անց այդ մարդիկ մեռնում են բոլոր շրջապատում եթե բան ունեն կան մարդիկ որոնք իսկապես արդեն կործանվել են կամ կործանման եզրին են որոնք թմրանյութ են օգտագործում եթե նախկինում ասենք կանեփ են քաշում կանեփը դե ինքը բնական բուսական ծագում ունի նորմալ երկրներն դա օրինականացնում են վերահսկողության տակ են դնում ասենք Վրաստանում չգիտեմ Ամերիկայի Կալիֆոռնիան է հանգում չգիտեմ Ֆրանսիայում կարծեմ թե օրինականացնում են հսկողության տակ են դնում եւ մարդիկ արդեն գիտենում են որ եւ ավելի ծանր բաներից հեռու են պահում կրիստալից չգիտեմ սպեյսներից ու բան ես ասում եթե այն բանը չես կարող արկելես պետք է վերահսկես եւ սահմանը փակես այսինքն եթե չես կարող արկելես ընդհանուր
չես կարող, չէ։ Դու ուրեմն պետք է սահմանափակես որոշակի ձևով եւ դա կարողանաս ավելի ծանր փորձանքներից հեռու պայս։ Որովհետեւ թե փորձում են հարկերը բարձրացնելու միջոցով անել այս գործընթացները, այս խաղատների հետ կապված։ Իրենք օրենք հենց գրում են միշտ տեղ են թողանում, իրենք դիտավորյալ տեղ են թողանում, բացեր են թողանում, հատուկ այնպես գրում են, այնպես ասեմ, չէ՞ որ ստեղծող ընկերությունը հատուկ բան է թողում, չէ՞, իր համար գաղտնիքներ է թողում։ Հիմա սրանք իրանք օրենք ընդունում են, իրանք էլ բացեր են թողում, որպեսզի օրենքը շրջանցեն։ Այդ մարդիկ կապված են։ Դժվար չի, դեռ իրար հետ գրում են խաղադրույքներ, այդ ընկերությունները հետ կապված են։ Գրեցին, որ Նիկոլ Փաշինյանի եղբոր տղեն Սիփանը Ուկրաինայում խաղադրույքներ, բանի բիզնես է կատարում, այդ on-line այդ խաղադրույքների բիզնես է ստեղծել։ Իշխանության հետ են կապված։ Ոնց կան, ասենք, կազինոներ ունի եւ on-line բաներ ունի, կազինոներ։ Նրանք իշխանության հետ կապված չէ։ Ցանկացած երկրում, եթե իշխանությունը չցանկանա, լիցենզիա կզրկի, կփակի, բայց ուրեմն նրանք բան են անում, չէ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ի՞նչն է լավ ստացվում, փայ մտնելը։ Ինքն ասում է, չէ, որ մեր կառավարությունն ասում է փայ մտավ։ Եթե կառավարությունը դալիս մեր բյուջեն ավելացա մուտքերը, բախի չէ, եթե ավելացանք նորից 750 միլիոն եվրոյի նորից վարկենք վերցնեմ, որ եվրոբոնդեր են թողարկում։ Այդ ուր են, որ բյուջեի հարկերը ավելանում են, ինչ եք նոր վարկեր վերցնում։ 13 միլիարդ հաղսել։ Պետական պարտքը 13 միլիարդ հաղսել։ Իրենց երբ որ եկավ Նիկոլ Փաշինյանի իշխանության 6.7 միլիարդ է։ Բայց ինչի՞ է վրա գնում։ Ժողովրդի փողով այդ վարկերով վերցնում եմ ինչ որտեղ ասֆալտ անում, ժողովրդին ասում, տեսեք, ասֆալտ արի։ Ոնց որ մեկը գնա խանութում, գյուղական խանութում, իմ անունից Նիսայի այդ ապարեկի տետրում իմ անունը գրի, բաներ գնի, բերի տուն, մի ընթացքում վրից կողանա։ Դա կոչվի լավություն։ Նույն բանն արում էլի։ Պատկերավոր եմ ասում, որ մեր անունը գրում են այդ պարտքի ցուցակում, բերում են արանքից է կողանում են։ Պարոն Սարգսյան, կրկին դժգոհություն է փաստորեն իշխանությունից եւ ուզում եմ ամփոփել փաստորեն Միացյալ Նահանգների ամեն դեպքում ռազմական տեխնիկան գալիս է Հայաստան եւ սա խոսում է ինչի մասին, որ նախկին Բայդենյան վարչակազմի հետ որոշակի ձևավորված հարաբերությունները նաեւ ներկայիս իշխանությունների հետ կարողանում ենք իրականացնել։ Դրանք չեն մնում կիսատ կամ այդ էջեր չի փակվում։ Տեսնենք ես խոսում նրա մասին, որ ամեն դեպքում ներկայիս վարչակազմը հակված է եւ ուզում է մեզ հետ համագործակցել։ Ներկայիս վարչակարգը, գիտեք, բոլոր դեպքերում պատրաստ է բոլորի շահերը սպասել։ Իրենք բոլորի շահերը պահում են բացի Հայաստանի։ Այսինքն դրսից են բերել իրանց, նրանք էլ դրսին են ընտա։ Ներսում էլ դիմադրություն չեն հանդիպում։ Որտեղ այդ ինդիմադիրների մեծ մասը դրսից է ղեկավարում։ Այդ ոնց ալում, ոչ ամստահություն են հայտնում, ոչ փողոց են դուրս գալի, գնում են հարցեր են տալի Նիկոլ Փաշինյանին, նա դալիս փոխումա հարցի մեջ մի բանա գտնում, ինչ որ պահա գտնում շուրա տալի էմոցիաներով ամբողջ հարցի էությունը աղավաղում է, նույն բանը 100 անգամ կրկնում է, այն դեժավյու են կապրում, նույն հարց տալիս են, նա հարց կրուտիկներ անում, պատտում մանիպուլյացիաներ անում, նորից հարց են տալի, ինչ եք հարց տալի, դուք չգիտեք, դե գնայիք այդ բանին մասնակցեք, էլի այդ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի մասնակցեք, տեսնեք ինչի հոպը չաշխատեց, ինչու չխփեցին Մինգեչաուրին, ինչու Եվլախի կայանի չխփեցին, ինչու են Բարդայի Գյանջայի փողոցներին խփում, իմանայք ինչու բանին հավաքված ադրբեջանական զորքին, որ 7000 հոգի հավաքվել, ինչու չխփեցին, ինչու նահանջելիս պահեսներ չփայտեցրին, կամուրջներ չփայտ, ինչու զինտեխնիկան հանձնեցին, բայց ինչու ձեզ հետաքրքիր չի, թե դուք գիտեք այդ հարցի պատը։ Վերջում եթե համաձայն չենք, եզրակացության տակ կգրեք, որ մենք այս պահին համաձայն չենք։ Բայց ինչու է եզրակացությունը միջև մի չի հրապարակվել։ Եվ հարցս հետևյալն է. խաղաղության պայմանագրի տեքստը պետք է հրապարակվի։ Երեք Ալեն Սիմոնյանն ասում էր, երբ ժամանակը կգա, մենք կհրապարակենք։ Պետք է հրապարակվի այդ տեքստը։ Իրանք ամեն ինչ ասում են, չէ, 3 միլիոն վարչապետեր ունեն։ Ընդ որում վստահաբար ասում են, որ Հայաստանին վնասող ոչ մի կետ չկա այդտեղ։ Հայաստանի օգուտ համարը բան չկա դե։ Այն ինչ որ գաղտնի են անում, այն որ կառավարության նիստերում հարցերի մեծամասնությունը չզեկուցվողա, մի մասն է գաղտնի, ինչ են անում։ Թաքցնում է ժողովուրդ։ Այսինքն տեքստը թաքցնելու են, մենք չենք տեսնելու այդ տեքստը։ Վերջում եթե ստորագրվի հրապարակվելու է, չի կարա չհրապարակ։ Եվ պետք է ավելացվի։ Չնայած ինչ եղել որ ԿՊ մեծամասնություն ունի, այդ մարդիկ բան են, չէ, մեծ աշխատավար, մեծ փող են ստանում։ Այդ ԿՊ-ի ուսապարկեին համար ինչ, եթե վաղ որոշեն որ Հայաստանը վերանցվում, նրանք էլ կողմ կգրեն։ Նրանք երբ են Հայաստանի շահերը պաշտպան։ Նրանց բերել է Նիկոլ Փաշինյանը, նրանք Նիկոլ Փաշինյանի կամքն են կատար։ Խի չեն տեսնում որ Նիկոլ Փաշինյանը սուտ ախուս։
ասում են մարտի 1 բացայտվել, ասում եմ ես երբ եմ ասել որ ամբողջությամբ ծավալ։ Եվ դնում են նորից սապի բաների ցայնագրությունը, որ ասում ամբողջ ծավալը բացայտ։ Որն է երբ է ճիշտ ասել։ Գյումրի ընտրությունների հետ կապված ինչ կանխատեսումներ ունի։ Ես ասում եմ որ Գյումրին միշտ արժանապատիվ քաղաք է եղել։ Բոլոր դեպքերում ընդդիմությունը այդքան ուժեղ չի, որտեղ հիմնականում նախկիններով է ներկայացված, բայց արժանապատիվ մարդիկ ոնց կարող են գնալ բանին ընտրել։ ԿՊ եւ Սարիկ մինացան։ Մեր Սարիկը եղել է հանրապետական կուսակցության անդամ, եղել է լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, այսինքն մեր Սարիկը ասում է Արցախում պարտվել ենք, որովհետեւ չենք կռվել։ Բայց հերոսական տարիք որ զոհվեցին, չենք կռվել։ Գնայք կկռվել, եթե դու ասում ես չենք կռվել։ Եթե դու իսկապես ուզում ես կռվել, ո՞նց չեն կռվել։ 44 օր հերոսաբար պայքարել են կոալիցիայի դեմ, նաև ներքին դավաճանության դեմ, որ եղել է։ Բայց այդքան պայքարել, որ չկռվեին, այդ պատերազմը կարող էր մի քանի օր տևի, եթե չկռվեին։ Հերոսաբար կռվել են ջահել տղաները, հերոսական հիմա դիտավորալ ինչ ասում, ասում որպես իր պարտությունը արդարացնի, ասում չեն կռվել։ Այդ նման մարդուն Սարիկին, ոնց կարող է Սարիկին ընդամենը դրել են, որ հաջորդ երկրորդ համարը դրել են Որքուրի Թորանը բանի, Աննա Հակոբյանի, որ Սարիկին բանի պես հետո խցանի նման թրցնեն, որ Երևանում էլ դենց արին, չէ, որ մեկին ընտրեցին, մեկ ուրիշն եղավ քաղաքապետ։ Հիմա Սարիկին ընդամենը դրել են այնտեղ, որոշ ժամանակ հետո Սարիկը եթե անցնի, իհարկե հույս ունեմ, որ չի անցնի, բայց եթե անցնելու դեպքում Սարիկին խցանի նման թրցնելու են, բանի, Աննա Հակոբյանի Որքուրի Թորան բերեն Գյումրիի քաղաքապետ։ Նման մարդու ոնց կարելի է ընտրել։ Սարիկը լավ մարդ է, լավ մարդ ինչ գործ ունի ցուցակում։ Հետը ղեկավարի, հետը Եվ քանի որ խոսեցիք արցախցիների մասին, որ նրանք կռվել են, արցախցի երիտասարդը Վանաձորում ոստիկանական բռնության ենթարկվեց։ Ընդհանրապես ինքն է դրա մասին խոսում եւ համացանցում են։ Դեմ եմ ցանկացած բռնությանը, հատկապես արցախցիների հանդեպ առանձնակի հոգատարություն պետք է լինի։ Ես Ոսկեվանից եմ ցակումով այնտեղ իմ հայրական տունն է, եղբայրս է բնակվում։ Մեր հարևանը Արցախից վերաբնակված կին է, միայն է։ Եվ ասեմ եք շատ կարելի ասել շատ ջերմ ենք վերաբերվում իրեն։ Այդպես պետք է մենք բոլորս ջերմ վերաբերվենք։ Մարդիկ են, որոնք դառը ճակատագրով, նաև մեր իշխանությունների ապաշնորհություն ասեմ, թե ինչի հետևանքով եւ հայտնվեցին այդ վիճակում։ Ուրեմն այդ մարդկանց մենք պետք է փայփայենք, որովհետեւ նրանք մեր հայրենակիցն են։ Ինչ տարբերություն մարդ Արցախցի է, նոյեմբերանցի է, Ջևանցի է, թե Գյումրեցի է, թե Ջավախքից է։ Մենք հայերն ենք եւ պետք է իրար պահենք եւ ցանկացած խտրականություն, նաեւ այդ իմաստով որ հատուկ արցախցիներին թիրախավորել, ծեծել, դրանք պետք է դատապարտվեն, որոնք նաեւ օրենքի ուժով պետք է հետամուտ լինենք։ Ես այդպես եմ կարծում, եւ դա ճիշտն է։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, մեր ժամանակը մոտեցավ ավարտին, հետևենք զարգացումներին։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք մեր հաղորդումը, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։